Local Երևանը կրկին համախմբել է բիզնես համայնքին, այս անգամ միջոցառմանը մասնակցում են ավելի քան 300 գործարարներ, հիմնադիր և գործադիր տնօրեններ, թոփ մենեջերներ։ Գաղափարները վերածել կայուն արժեքների, իսկ հանդիպումները նոր գործակցությունների, տարվա ամենասպասված բիզնես նեթվորքինգ միջոցառման մեկնարկը տրված է։ Թվում է, որ ապրում ենք Հայաստանում, բոլորին գիտենք ու մեկ ձեռքի ոնց որ հասանելիության տարածքում են, բայց իրականում այդպես չի, հատկապես ավելի բազմազբաղ մարդկանց համար։ Հիմա մենք մի քանի 100 բազմազբաղ մարդկանց հավաքագրել ենք միտեղ, որպեսզի լրացուցիչ սիներգիա ստեղծենք։ Տարբեր երկրներում հաջողությամբ իրականացված բիզնես նեթվորքինգի այս ձևաչափը Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է դեռ անցյալ տարի։ Գաղափարը կյանքի են կոչել Targeting ընկերության համահիմնադիրներ Գոր Կարապետյանն ու Էմիլ Կրոյանը։ Միջոցառման խոսնակները ելույթների ընթացքում գործընկերներին ներկայացնում են բիզնեսի զարգացման և ապագայում տեսանելի հաջողություններ գրանցելու վերաբերյալ իրենց պատկերացումներն ու կիրառած մոտեցումները։ Իմ թեման լինելու է համակարգային բանակցությունները, խոսելու եմ նրա մասին, թե ինչքան կարևոր է բանակցությունների վերաբերվել համակարգային մոտեցմամբ և ոչ թե բանակցել տվյալ պահին և առաջնորդվել թե բախտս բերեց սկզբունքով, այլ կարողանալ նախապես պլանավորել և հասկանալ բոլոր գործոնները, որպեսզի բանակցությունները հնարավորինս արդյունավետ լինեն։ Այսօրվա իմ թեման լինելու ու երկարաժամկետ հարաբերությունների մասին։ LinkedIn Local միջոցառումն իրականացվում է 4-րդ անգամ, բիզնես նեթվորքինգ միջոցառումը հատել է նաև Հայաստանի սահմանները, այն անցկացվել է ԱՄՆ-ում ու Չինաստանում։ Ամենակարևոր բաներից մեկը, որ մշակութային առումով ստեղ և դրսում տարբերվում է, սրա մասին բազմիցս խոսել եմ, բայց ամենակարևոր բաներից մեկը երևի որ առանձնացնեմ, մենք առաջին հայացքից շփող ենք թվում, բայց մենք շփվում ենք այն մարդկանց հետ, ում հետ արդեն ծանոթ ենք։ Այսինքն ցանկացած միջավայրում խումբ մարդիկ կանգնում են եւ շփվում են այն մարդիկ, ովքեր որ մինչ այդ եւս ծանոթ են եղել։ Իսկ դրսում ընդհակառակը, երբ մարդիկ ինչ-որ նմանատիպ միջոցառումների են մասնակցում, միանգամից փնտրում են մարդկանց, ովքեր որ անծանոթ են եւ նոր պետք է ծանոթանան։ Այս տարի կազմակերպիչները Հայաստանի բիզնես համայնքի զարգացմանն ուղղված մի քանի կարևոր քայլ են կատարել։ Այս տարի մենք ավելացրել ենք, պահպանել ենք բոլոր լավագույն գործիքներն ու փորձը, ավելացրել ենք մենթորների հատված, ունենալու ենք հատուկ հատված, որտեղ տարբեր ոլորտներում կայացած մարդիկ կիսվելու են իրենց փորձով, իրենց հաջողություններով եւ ավելացրել ենք նաեւ դիվանագետների ներկայացվածություն, ունենք ներկայացուցիչներ ԱՄՆ-ի, Չեխիայի, Բելգիայի եւ Իսպանիայի դեսպանների մակարդակով եւ ատաշեների մակարդակով։ Դեսպանների մասնակցությունը ինչով է կարևոր, քանի որ մենք գնում ենք մեր միջոցառման միջազգայնացման ճանապարհով, մեկ, երկրորդը մենք ուզում ենք հայ գործարարին հնարավորություն տալ առանց բյուրոկրատական քաշքշուկների հնարավորություն ունենալ ուղիղ հենց կենտրոնաշփում ունենալ դիվանագետի դեսպանի հետ։ LinkedIn Local Երևան միջոցառման հատուկ հյուրը Շվեյցարիայից է ժամանել Հայաստան։ Արամ Պետրոսյանը միջազգային պրեմիում ժամագործական Քերբեդանս բրենդի հիմնադիրն է, կարևոր խորհուրդ հաջողակ բիզնեսմենից։ Հիմնականում իմ փորձից առանձնացնելու եմ այն, թե ինչպես կարելի է երազը դարձնել բիզնես մտածելակերպ։ Կամ այն հատկանիշներ պետք են առաջին ամենաառաջինը պիտի հավատաս այն երազին, որին ուզում ես իրականություն դարձնել։ Շատ կարևոր գիտելիք, ամենակարևոր բաներից մեկը գիտելիք։ Սովորել, հնարավորինս գիտելիքները դարձնել որպես գործիք քո հետագան կերտելու համար։ Բիզնես կապերի ընդլայնում, լավագույն փորձի փոխանակում եւ այս ամենը իրական ու ազատ շփման միջոցով։ Նման հանդիպումները խոստանում են նվազագույն ժամկետում ստեղծել առավելագույն գործարար կապեր եւ թիրախային համագործակցություններ։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։